68 տարի կողք կողքի, հավատարիմ ու չմարող սիրով։ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանն 95 տարեկան է, իսկ նրա տիկինը երաժշտագետ Էվելինա Խաչվանքյանն 92։ Շուրջ 70 տարի առաջ նրանք հանդիպեցին, 25 տարեկան Վլադիլեն Բալյանին գրավեց Էվելինա Խաչվանքյանը։ Ուսումնարանը 4-րդ կուրսում արդեն ավարտում էինք, մեկ էլ տեսա, որ ամենախելացին, ամենաիմաստունը, ամենահամեստը, ամենադաստիարակվածը բարձր աստիճանի տիկին Էվելինան է։ 48 թվականից մինչև այսօր իմ կյանքիս ընկերն է։ Մենք ծանոթ էինք բավականին երկար ժամանակ, 5 տարի տևեց մինչև այն պահը, որ որոշվեց, որ մենք պիտի ամուսնանանք, ես ամուսնանալու մասին չէի մտածում։ Եվ դրա համար անգամ դու այնքան պարզ էիր որոշել այդ բոլորը, որ իմ դիպլոմային աշխատանքը որոշեցիր, որ պիտի լինի նոր ազգանունով, ոչ թե իմ, այլ քո ազգանունով։ Մինչև այսօր համոզված եմ, որ մենք ճիշտ ընտրություն ենք կատարել։ 5 տարի շփումներից հետո եկավ այն պահը, երբ մեկը մյուսին պիտի խոստովանեն սիրո մասին։ Բայց դժվար է միանգամից ասելը, հատկապես, երբ սիրո խոստովանություն անելու համար համարձակություն է պետք։ Համարձակ չէի։ Երկար ժամանակ պատրաստում էի։ Մեր ընկերոջ տնից գալիս էինք, ասեցի, հասնենք հրապարակ կասեմ։ Հասանք հրապարակ, չգիտեմ ինչ ասեցի, ոնց ասեցի, բայց հասկացավ և ինքը ինձ համբուրեց։ Դրանով սկսվեց։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնեցին Գյումրի, որտեղ 1953 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Կարեն Բալյանը։ 5 տարի անց Երևանում դուստրը՝ Նաիրե Բալյանը։ Վլադիլեն Բալյանի ու Էվելինա Խաչվանքյանի գերդաստանը հարուստ է 3 թոռով և 5 ծոռով։ Նրանց կյանքն ազնվություն ու անկեղծություն է և իրական ապացույց, որ սերը տարիք չի ճանաչում։ Ինչքան որ հոր կա իմ սրտում, Խրեց։ Էվիկ ջան, հաճմա ծուլուր։ Ծուլուր։ Մատիմա։ Զգացված եմ, какие розы шикарные։ Համատեղ կյանքում հաճախ էին մեկը մյուսին նվիրում կատարումներ, բայց միասին երբեք չէին երգել։ Սերս գաղթի զոմնա, սերս յարիս պես, ճամպեն պիտի չիմանա, թե ուր կերտամ ես։ Սերս գաղտնի թողմը։ Սերս գաղտնի թողմնա, սերս յարիս պես, ճամպեն պիտի չիմանա, թե ուր կերտամ ես։